Փառք Նժդեհին կներեք ես որ մի քիչ նորից նրսել եմ, ձայնս կարող է այլ կերպ հնչի եւ այսօր լրիվ ուրիշ թեմայից պետք է խոսեի, բայց ես տեսնում եմ որ որքան ռուսական Պուտինյան Ռուսաստանի վերջը մոտենում է, այնքան Պուտինահապատակները փորձում են անելանելությունից դուրս գալու համար սասնածռերին կամ բևեռին խոցել, որովհետև երբ որ Պուտինի ռեժիմը վերանա, իրենք բացառապես Հայաստանում անզոր են լինելու եւ բևեռի ասած ոչ նախքին, ոչ ներկա ազգային ապագան իրողություն է դառնալու։ Հիմա որպեսզի ժողովուրդը ապատրերի կանա, որ բևեռին կամ ծռերի հետևից չգնա, բևեռին ուզում են կապել ինչ-որ կերպ, չէ, ռուսների հետ կամ Սերժիկի հետ, Քոչարյանի հետ։ Եվ որն է թեման այս իմ խոսելու, բացառապես խոսում եմ իմ տրամաբանությունից ելնելով։ Հայտնվել են համացանցում մարդիկ, ովքեր իրենց գիտունի տեղ են դնում, ամեն ինչ գիտեն։ Դոգ է ծնվել, դոգն էլ չէ, ինքը ամեն ինչ գիտեր, ասես բոլորի անկողնում եղել էր այդ մարդը։ Գիտեր թե ով իր կնոջ հետ ոնց է քնում, կամ ուրիշի կնոջ հետ ոնց է քնում, ամեն ինչ գիտեր դոգը, այդպիսի տպավորություն էին ստեղծել, չէ։ Հիմա տենց մարդ է հայտնվել, ամեն ինչ գիտի, ճիշտ է, լեկտիությունը դեռ դոգի աստիճանի չի, բայց ունի։ Եվ ասում է, որ Սերժիկը ծռերի հետ պայմանավորված է այդ ապստամբությունը կազմակերպել։ Իբր Սերժիկը ծռերին ասել է ապստամբեք, որովհետև Արցախը ուզում են հանձնենք, ես չեմ ուզում հանձնեմ։ Կամ ինձ փրկեք, մի թողեք Նիկոլ դառնամ։ Երանի չէր Սերժիկը այդքան տղա լիներ, ասենք Մոսկվայից գար ու ասեր, տղերք, դեմ են տվել, չեմ կարող էլի։ Որովհետև իրենք են ինձ նախագահ սարքել, ես չեմ կարող իրանց հարցը, մարդի մեկը իրենք հովանավորեցին, որ ես զորով, ուժի զորով եկա դարձա նախագահ։ Հիմի ես չեմ կարող իրենց հակառակվեմ։ Կարող եք մի հատ ապստամբություն սարքել, ես էլ ընդեղ ասեմ, դե ժողովրդի մոտ բան կա, ասենց ըմբոստացում կա, բերեք հետաձգենք։ Օրինակ։ Միտքը սա է, հա, էլ եմ ասում, երանի չէ Սերժիկը այդքան տղա լիներ, որ հայրենիք սիրեր, գտներ մարդ, եւ ասել եկեք մի բան կազմակերպենք, ծռերի ապստամբությունից հետո 4 տարի Արցախահայ Արցախում ապրում էր։ Հիշենք, եւ այդ 4 տարվա մեջ ոչինչ չարվեց, որ Արցախահայը ուր հավետ ապրի Արցախում։ Լավ, ասենք թե դա այդպես է։ Դե եկենք հետևանքների մասին սկսենք թելադրելով գնանք։ Սերժիկն եկավ տղերքին ասեց, տղերք ինձ փրկեք, սենց է։ Տերերն էլ ասեցին, մենք քեզ փրկում ենք, մտան ոստիկանական գունդ։ Սարքեցին ապստամբությունը, Կրեմլին համոզեցին, տղերքին կալանավորեցին, տարան բանտերը։ Հիմա այստեղից հարց է առաջանում։ Եթե տղերքը Սերժիկին փրկել են, Սերժիկը պետք է բարձրահատույց լինի տղաներին։ Բայց ոնց տեսնում եք, ինքը ոչ մի կերպ բարձրահատույց չի եղել։ Տղաները 16 թվականից մինչև 18-ը, մինչև Նիկոլի գալը բանտում էին։ Սոցիալական ծանր պայմաններում էին, առողջական ծանր պայմաններում էին, Սերժիկի օրոք, ինքը ոչինչ չի արել տղաների համար, և ինչ եք կարծում, տղաները չէին ասի, Սերժիկ, ես չես ուզում շարժվես, օրինակ, լսել եք որևիցե ծռի բերանից, որ Սերժիկին մեղադրեն ասեն, այ ախպեր, քո համար այսքան բան արինք, համ հիվանդ ենք, համ ընտանիքը սոված, անտեսված, արհամարված, մենք քո ստրուկը չէինք, չէ՞։ Որևիցե ծռի բերանից լսել եք, որ իրենք Սերժիկին մեղադրեն ասեն, քո համար բան են կարել, դու չես հատուցում։ Չեք լսել, չէ՞։ Սմբատը ուղիղ 9 տարի է նստած է։ Դուրս չի եկել մի վարքյան։ Երիտասարդ Սմբատը դուրս չի եկել բանտից, տղերք։ Հասկանում եք, հանուն ինչի, Սերժիկի։ Սենց ձեր մոտ հարց չի առաջանում։ Եթե Սերժիկը ծռերին օգտագործեր ու չուզենար հատուցեր, ինքը միլիցիայի գնդում տղերքին կոչնչացներ։ Հրաման կտար մտեք ավիրեք, բոլորին սպանեք, որ հետո պարտք չմնամ այդ տղերքին։
Եթե պայմանավորված լիներ, ասենք ասերտեղ դուք մտեք գունդ, սարքենք այս թատրոնը, Կրեմլին խափենք, բայց չասեր որ վերջում ձեզ կոչնչացնեմ։ Կոչնչացներ, չէ՞ որ վարձահատույց չլներ։ Կոչնչացներ, չէ՞ որ դու մի տարի կամ մի ամիս հետո տղերք չասեն Սերժիկ, բայց ու վերջ, բրցանք։ Հասկանում եք, եթե պայմանավորված լինեին, Սերժիկը պետք է տղերքին սպաներ, որ պարտք չմնար։ Լավ, եթե չի սպանել ու ինքն է ասել, ուրեմն պետք է ինքը հատուցեր տղաներին։ Այդ կարգի տղերքը, որ իրեն աջակցել են, հետագայում էլ պետք է գային, չէ՞։ Այն 2 տարվա մեջ 16-ից 18 թիվը ինքը հաստատ առիթ կգտներ, մի հատ ինչ համաներում կսարքեր, չգիտեմ, ես ինչ կսարքեր, 2 տարվա մեջ տղերքին կազատեր բանտերից։ Հետո ցույց կտար, որ շնորհակալություն ես ձեր համար արեցի, գաղտնի գրպաններն փող կդներ, կասեր հաջորդ անգամ որ նորից վտանգ լինի, մի բան կազմակերպենք։ Այսինքն այդ կարգի տղերքից ինքը ձեռքերը չէր լվա։ Կաջակցեր։ Բանտերից կհաներ։ Բայց ինչպես տեսնում եք, ինքը բանտերից չհանեց։ Եկավ Նիկոլը։ Նույն կերպ տղաները բանտում են։ Եվ ասեմ ամենածանր պայմաններում։ Հայաստանի Հանրապետության բանտային համակարգի ամենածանր պայմաններում են գտնվում Սասնա ծռերը։ Եվ ասեմ, այնտեղ տղաներ կան, որոնց հենց Վարուժան Ավետիսյանի կյանքին մահացու վտանգ է սպառնում իր առողջական խնդիրը, ու ինքը ընդդեղից դուրս չի գալիս։ Ասենք, եթե Սերժիկի համար բան արածելնեին, չէին ասի Սերժիկ։ Այդ ոնց է Քոչարյանին իբր դատեցին, բայց հանեցին ուղարկեցին եսին որտեղ գնաց կույրաղիկ վիրահատես կամ ճողված։ Եվ Վարուժանին էլ կասեին գնա որտեղ է հետազոտվում, Հայաստանում չկա այդ հնարավորությունը։ Գնա հետազոտվի արի։ Գոնե։ Այտենց լավություն անող են պահում։ Ծռերը լավություն են արել այդ մարդկանց։ Ծռերը չթողեցին, որ Սերժիկը դառնա Նիկոլ։ Այսինքն ոչ թե հատուկ Սերժիկի համար արեցին, այն տղերքը հայրենիք էին պաշտպանում, Սերժիկի բախտը բերեց։ Այն ինչ որ ասեք, հիմա տես Նիկոլին էլ կանչեցին վզից բռնին, ասին գնա, կռիվ խաղա, օդը մենք կբացենք, ալևը կխփի, խոտան զենքը կտանես, որ կրակես չպայթի, ինքնաթիռը կտանք առանց արկերի, որ այդ կռիվը պարտվես, որովհետև խնդիրն սենց է։ Այդ մարդը, ասեն, սուսուփուս վեր կացավ, գնաց այդ խաղը խաղաց մեր գլխին։ Այդ կարգի ինքը վիժվածք է։ Բայց Սերժիկն էլ էր անում, չէ՞, մտել էր Արցախ, ասում էր պետք է տանք։ Հետո իմացան Սասնա ծռերն արդեն ոստիկանական գնդում են։ Հիմա Սասնա ծռերը 9 տարի ասում Սմբատը բանտից դուրս չեկել եւ սոցիալական։ Իր կյանքի լավագույն տարիներն է, երիտասարդ է Սմբատը։ Ասեք հանուն, ինչ Սերժիկն ով է որ հանուն Սերժիկի իր կյանքը վտանգեր կամ տաներ դներ բանտախուց։ Հասկանում եք։ Կամ տղերքը հո Սերժիկի դեմ էին ապստամբել, Նիկոլի օրոք ինչու են նստած։ Որովհետև ռեժիմը նույնն է, նույն Պուտինյան ռեժիմն է։ Տղերքը Պուտինի դեմ էին ապստամբել իրականում։ Թե Սերժիկը, թե Նիկոլը Պուտինի ծառաներն են, չէ՞։ Այդ Արցախի պատերազմի ժամանակ, երբ որ Նիկոլին ասեցին գնա կռիվ խաղալ ու պետք է պարտվես, ձեզ թվում է Սերժիկն ու Ռոբերտը դրա մեջ դրում չեն լեցել։ Գնացին Արցախ իրանց ելածը հանին, երկուսով էլ գնացել են այդ կռիվի ընթացքում Արցախ եկել են։ Հասկանում եք, այդ ինչքան գեներալ կար այդ կռվի մեջ, որ պայմանավորված պարտության տան, բոլոր գեներալի կոչումները մեծամասամբ տվել էր Ռոբերտն ու Սերժիկը։ Պատերազմը պայմանավորված պարտության տարած գեներալները Սերժիկի ու Ռոբերտի գեներալներն են, Նիկոլինը չէին։ Նիկոլն ով էր գեներալ ունենար։ Այսինքն այսօրվա խորհրդարանով, չգիտեմ, նախկին ու ներկա, դրանք բոլորը նույն խաղացողներն են։ Անկամ Սամվել Կարապետյանին բերեցին, բանտում պահեցին, որ հեղինակություն բարձրացնեն, բայց էլի չի ստացվում։ Որովհետև էլի նույն մարդիկ են զբաղված Սամվել Կարապետյանով։ Նույն Ռոբերտ Քոչարյանի անձնական իրավաբանները, փաստաբաններն են դատարանում իր շահերը պաշտպանում։ Նույն համակարգի մարդիկ են, Քոչարյանականները, Սերժականները, իրենք են Սամվել Կարապետյանի կողքը կանգնած։ Եվ չմոռանաք Սամվել Կարապետյանը հանրապետական կուսակցության կողքը կանգնած էր։ Իր եղբայրը այդ կուսակցության կարկառու ներկայացուցիչ էր, պատգամավոր է դարձել։
Այսինքն այս կապերը կան, իրենք հասկանում են, որ Պուտինի ռեժիմի թուլանալուց ոչ Կարեն Սամվել Կարապետյանն է փրկելու իրենց, ոչ Քոչարյանը, կորելու են անհետ։ Նիկոլն էլ հետները։ Մնալու է բևերը։ Դրա համար մի հնարավորինս գտել են բանը այդ չեմ ուզում այդ բառը օգտագործեմ։ Հասկանաք մարդիկ են գտել մցրել են համացանց ու բարենալ ասում են ցարեք դիտումները ալնի բանման ու գիտունի տեղ են ասենք ոնց որ դոգին ամեն ինչ նյութը տալիս են ձեռը որ ինքը հաչալով հայհոյելով ցույց տար որ ինքը ու ամեն ինչ գիտի հեսա սրան sense պետք է անես այս սրան էլ հեսա կաչացնեն բայց կարճ է մնացել իրան ժամանակը Պուտինը խելքից դուրս բաներ է անում որ արագացնելու է իրենց վաղճանը սրանք էլ են հասկանում բայց ու Պուտինին չեն կարող ասեն այախպես ինչ ես անում քո տունը քանդում ես մերն էլ հետն ես քանդում չեն կարող ասեն սրանք իրանց երկիրը չեն սիրում սրանք Պուտինին են լսում եթե իրենց երկիրը սիրեն խորհրդարանում կթքրեն Պուտինի երեսին մանդատներ վար կդրեն Նիկոլ կպրծներ էլ Նիկոլ իշխանություն չեր լինի բայց չեն անում իրենց աչքի առաջ տեսնում են որ երկիրը քանդում է Նիկոլը ոչ մի դիմադրություն մենակ հաչում են խորհրդարանում բանը վեճ են սարկում հայ անք հասկանում եք Այս է խնդիրը ամբողջությամբ։ Ես ուզեցի տրամաբանեմ, որ դուք հասկանաք։ Սերժիկը վերին աստվածը չէր, որ մարդը իր կյանքի լավագույն 9 տարին դներ, Սերժիկին փրկեր։ Առանց հատուցման կամ Վարուժան Ավդիսյանը մահացու հիվանդությունը վրեն, այդ նա մտավորական է, նա ռազմաքաղաքական գործիչ է։ Նա նրա գոյությունը Հայաստանի Հանրապետության համար շատ կենսականորեն շատ կարևոր է Վարուժանով։ Դրա համար ինքը բանտում։ Նրանք գիտեն Վարուժանի հասկացողությունը, խոսելու ոճը, արտաբերած միտքը, դրա համար բանտում է։ Խոհեմ եղեք։ Մենակ խաղաղությամբ։